Այս պահին գտնվում ենք Հատիսի գագաթին 2500 մետր բարձրության վրա, որտեղ շարունակվում են Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի տեղադրման աշխատանքները։ Աշխատանքներին մասնակցելու նպատակով այսօր արդեն Հատիս է բարձրանում երկրորդ խումբը, այս անգամ Արցախի մեր հայրենակիցները։ Նախաձեռնության առաջին մասնակիցները մշակույթի ու արվեստի ճանաչված գործիչներն էին, ովքեր տարիներ շարունակ ես կամ նախագծի միջոցով իրականացրել են փոքրիկների երազանքները։ Սա շարունակական գործընթաց է։ Առաջիկայում Հատիս են բարձրանալու նոր խմբեր եւ արդեն կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կամավորագրվել են, ցանկանալով դառնալ այս պատմական իրադարձության մի մասնիկը։ Դե իսկ մենք էլ օրագրի շրջանակներում հետևելու ենք տեղադրման ընթացքին եւ ներկայացնելու ենք կատարվող աշխատանքները։ Իսկ նախքան Հատիսի գագաթ բարձրանալը մեկնարկեց ավտոերթ 101 ամենագնացներով, թիվը խորհրդանշական է, Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանը 101 մետր է։ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության անդամները, արցախցի ընտանիքները, մեծաքանակ կամավորները Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ մոտենում են շինհրապարակին։ Այսօր խորհրդանշական օր է, որ առաջիններից եք արցախցիները, երիտասարդները այսօր մասնակցում շինարարությանը, դուք գիտեք իմ վերաբերմունքը արցախցիների հանդեպ եւ ամենակարևորը ուզում եմ ասել, որ Սփյուռք, Արցախ, Հայաստան ունենք մեկ հայրենիք, որը նշան է, որ մենք բոլորս միասնական ազգովի կարողանանք կառուցել այս կառույցը Հիսուս Քրիստոսի արձանը իապացույց աշխարհի, որ մենք միասնական ենք իրար կողքի եւ դա կառուցում ենք, որ պահպան լինի մեր ազգին, մեր ժողովրդին։ Նպատակ ու երազանք պետք է պահեք, որ իրականանա դա փոխանցեք դեր հարազատներին, ձեր սերունդներին, որ դարեդար դա հիշվի։ Դե արագացեք արմար, այսօր դրանց է տեսնավորը։ Ինչ նպատակ ունես, դաս ինչ ես ուզում դառնաս։ Զինվոր ու գեներալ։ Հա? Շուշիից բերված հողակ։ Այո։ Արցախցիներն են փոխանցել մեզ, որ մենք անպայման էս պահել էինք մեր մոտ գրասենյակում, բայց հետո թիմով որոշեցինք, որ սրանից ավելի լավ ու պատմական օր չենք կարողանա ունենալ, ուզում ենք, որ Շուշիից բերված հողը անպայման լինի Քրիստոսի արձանի հիմքում։ Ուրեմն հիմա ցեխը լցնելուց մեր կուվետրո կլցնեն, դրանց հետո էս գցեք, որ բոլորն էլ տեսնեն ու ցեխը կլցնեն։ Սա բոլորն էլ հիշելով, փոխանցելով, որ այսպեսի աշխատանք են կատարում։ Արցախից բերված հողը, Շուշիի հողը լցնում ենք Քրիստոսի արձանի հիմքում, Հայաստան-Արցախի երիտասարդների կողմից։ Արցախցի երիտասարդների խոսքով Շուշիից բերված հողը խորհրդանշում է կորցրածը, բայց նաև վերադարձի հավատը։ Եկիր Արցախ, խմիր կենջիրավ, սրտս ուղանա, ցավս իմանա, եկիր Արցախ։ Այս անգամ եւս բազմաթիվ մարդիկ մոնումենտալ արձանի կառուցման պատմական գործին միանալ ցանկանալով սպասում են նախագծի մի մասը դառնալուն։ Հայաստան-Արցախ երիտասարդական միության երիտասարդները պարբերաբար հնարավորություն ունենում են հանդիպել պարոն Ծառուկյանի հետ եւ երբ հերթական անգամ հանդիպեցինք, երիտասարդներից մեկը առաջարկով դիմեց պարոն Ծառուկյանին, որ մենք եւս ուզում ենք մասնակիցը դառնալ այս պատմական իրադարձության եւ արդեն ամիսներ անց, երբ պարոն Ծառուկյանը հայտարարություն տարածեց, որ
բոլորը կարող են կամավորագրվել եւ մասնակցել կամավորական աշխատանքներին։ Իհարկե այդ պահից սկսած Արցախի տարբեր ներկայացուցիչներ, երիտասարդներ եւ ավագ սերնդի ներկայացուցիչներ կապ էին հաստատում ինձ հետ ու հարցնում ինչպես կարող են կամավորագրվել։ Երևանում Հայաստան-Արցախի գրասենյակում ունեինք Արցախից բերված հող, Շուշիից հող եւ դա որպես կարևոր մասունք պահում էինք մեր գրասենյակում։ Վերջին քննարկումների ժամանակ, որը տեղի ունեցավ մեր գրասենյակում, երիտասարդներից ունեցանք առաջարկ, որպեսզի այդ հողը բերենք այստեղ եւ հողը լցնենք Քրիստոսի արձանի հիմքում։ Այն մտքով, որ Աստծո կամոք հետ ենք վերադառնալու Արցախ։ Սա մի վերագտնելու հնարավորություն է իրեն, մասնակցելով համազգային խնդիրներին Արցախցին վերականգնում է իր երբեմնի կոտրվածությունը, որը եղել է։ Ես կարծում եմ, որ միայն այսպես կարելի է գործողություններով կարելի է վերագտնել այն արժեքները, որ ափսոս մենք կորցրեցինք։ Ժամանակավոր հուսով։ Տպավորությունները շատ մեծ էին, ճիշտն ասած ես մի անգամ եւս հատիսում եղել եմ որպես լեռնագնաց, բայց այս անգամ մեր վերելքը շատ ավելի ուրիշ էր։ Մենք լրիվ ուրիշ ոգի ու ուրիշ նշանակություն զգացինք այստեղ եւ վստահ եմ, որ այս կառույցը կառուցվելուց հետո Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը կանգնեցնելուց հետո Հայաստանը ոչ միայն նշանավորվելու է մեր հայոց պատմության մեջ այս կառույցը, այլ նաեւ համաշխարհային զբոսաշրջության քարտեզի վրա իր ուրույն տեղն է ունենալու Հայաստանը շնորհիվ մեր ապագայում այստեղ կանգնեցվող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան համալիրի։ Շատ ուրախ եմ, որ ես դարձա այս ամենի մի փոքր մասը, քանի որ մեր բարեգործ ու բոլորի կողմից շատ սիրված ու հարգված պարոն Ծառուկյանը այսօր պատմություն է ստեղծում, պատմություն է կերտում։ Մեր երիտասարդության եւ գալիք երիտասարդների համար ու այդ պատմությունը կմնա դարեդար, որովհետեւ հայու ուժը հենց մեր արմատներից է, որտեղից սերվել ենք ու դա Աստծուց եւ քրիստոնեությունից է։ Ու ես իրապես շատ ուրախ եմ դառնալ այս ամենի մի մասը։ Եթե մենք Հայաստանում ունենայինք շատ այս ձևի մարդիկ, ովքեր կարողանային այս ձևի պրոյեկտներ իրականացնեին, մեր Հայաստանը կլներ դրախտ։ Դու ոնց որ դառնում ես մի մասնիկ այս պատմության, ոչ բոլորը կարող են պարծենալ, որ իրանք հիմքն են դրել այս Հիսուսի արձանի կառուցմանը։ Ամեն ինչ սպասվածից ավելի լավ էր, ավելի տպավորիչ ու երկար ժամանակ կհիշեմ անպայման։ Կամավորների հաջորդ խումբը ավտոդրայվ հաղորդաշարին մասնակցող ակումբների ներկայացուցիչներն են։ Շատ տպավորված ենք, շատ ենք լսել, որ կառուցվում է, ամենամեծ արձանը, բայց միջև չես գալիս, չես տեսնում հիմքը, ճիշտ է, հիմա մենակ հիմքն առաջին հարկն է, բայց արդեն այդ իր մոնումենտալիզմը արդեն կարողանում ես էլի պատկերացնել, իսկապես շատ տպավորիչ է։ Մեզ հնարավորություն ընձեռնվեց մեր լուման ներդնել այս մեծ սուրբ գործի մեջ, քանի որ սարքվում է աշխարհի ամենամեծ Հիսուսի արձանը, բոլորս տեղյակ ենք, մեծից փոքր անգամ իմ տղան էլ իր փոքրիկ լուման ներդրեց այս հիմքում։ Շատ հզոր գործ արվում, շնորհակալություն պարոն Ծառուկյանին։ Ազգանովել գործ է սա։ Եվ կարծում եմ ցանկացած հայի համար այն թե հիմա թե հետագայում կլինի մեծ պատիվ։ Շատ լուրջ ճարտարապետական գործ արված ու սա ուղղակի հիմա սենց հիմքերը որ տեսնում ես, պատկերացնում ես ինչպիսի ահռելի մեծ կառույց է լինելու։ Քանի որ բոլորս էլ գիտենք, որ Հիսուս Քրիստոսի արձանը իր պատվանդանով 101 մետր է, մեր ակումբակիցներով, ընկերներով որոշեցինք այսպիսի խորհրդանշական ավտոերթ կազմակերպենք Հատիս լեռան գագաթ 101 ամենագնացներով։ Միջոցառումը կայացավ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ծառուկյանին, որ մեր գաղափարը իրականություն դարձրեց։ Այս անգամ եւս կամավորները Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան համալիրի շինաշխատանքներին մասնակցելու համար հավաստագիր ստացան։
Գագիկ Ծառուկյանի խոսքով այս նախաձեռնությունը ոչ միայն ճարտարապետական, այլ նաև գաղափարական նշանակություն ունի։ Ուրեմն դռները բաց են բոլորի համար, Սփյուռք, Արցախ, Հայաստան, բոլոր մեր հայրենակիցները, ով ցանկանում է, դռները բաց է, կազմակերպելու գալու զանգերը շատ են, բոլորն էլ հրավիրում ենք, դες դու գալիս զգում եք, որ հոգի կա, շունչ կա, հզորություն կա, սա հիմնական հաշտության, համերաշխության, ազգի միավորման խորհրդանիշն է, բոլորը բարձրանալով պետք է ամեն ինչ մոռանան, չարություն նախանց, մեկը մեկի վրա ցեխ շպրտել, այլ պետք է կարողանան ազգովի միասնական իրար կողքի կանգնած լինեն, քար դնեն, նպատակ պահեն, որ այդ բոլոր նպատակները իրականություն դառնան։ Անհատական չի լինի, միասնական պետք է լինի։ Աշխատանքները շարունակվում են ակտիվ ու մեծ թափով, միավորվելով մեկ գաղափարի շուրջ, առաջիկայում հատիս են բարձրանալու բազմաթիվ խմբեր։ Մենք եւս մեր օբյեկտիվով օրագրի շրջանակներում վերադառնալու ենք այստեղ, հետևելու եւ ձեզ ներկայացնելու, թե ինչպես է կերտվում պատմությունը։